լավ է հիմա YouTube-ը կա, որտեղ այն ժամանակ չկար ու եթեր մտնելը պրոստը ունենաս 3 րոպե եթեր որպես արտիստ քո արտադրանքը ցույց տալու դա մի մեծ խնդիր էր, այսինքն մարդ մոլորակ դու ավելի շուտ կթռնեիր, քան ասենք ինչ որ մեր հեռուստաընկերություններից մեկում եթեր կունենայիր։ Ահա, շատ թանկ էր, ինքը բացառական արտիստին դու կարող ես հեռուստաալիքներ կան, որը այս պայմաններում հիմա մինչև հիմա գինը ունեն իրենց։ Դու կարող ես փող ունենաս, բայց էլի չկարողանաս մտնես այդտեղ։ Այն ժամանակը տենց էր։ Ես ասում եմ, որ 2000-ական թվականների մասին եմ խոսում, էլի, ասենք դրա համար հա պետքա պետական մոտեցում է պետք։ Խնդիրը մարդը չի, խնդիրը ավելի մեծ է, էլի։ Եթե որոշում կայացնողը մեր երկրի գլխավոր որոշում կայացնողը հայ մշակույթի կրողը չի, հայ մշակույթը չի կարող մեր հասարակության մեջ զարգան այսքան բան։ Իմ կարծիքն է դա։ Չէ, համաձայն եմ, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ նաև պետքա ինչ որ մի հատ կետ լինի, որտեղից որ փոխվում է, էլի, ու այդ իրոք փոքր երեխաներն են, լավ կլինի, որ իրանց ընտանիքներում էլ էլի իրանց ինչ որ չափ դրվի այդ ամեն ինչը, անգամ եթե իրանց ծնողները չեն իմանում, չգիտեն հայկական երգեր եւ այլն, բայց փառք Աստծո, որ հիմա ծնողները ստիպում են երեխեքին։ Ասեմ ձեզ, մանկական գրքի փառատոն էր տեղ ունենում Զանգակի։ Զանգակում կարծեմ Գայանեն։ Այո, շատ ուրախացանք։ Ու այդ միջոցառումը այնքան սիրուն անցավ։ Անգլիական այգում էր, տենց պուֆիկների վրա եւ ասում որ երբ որ ռեկլամները արդեն տվել էին բան, լիքը ծնողներ, վայ մեր երեխեքը սիրում են բան բերենք բան, երեխեքը նստած լսում էին, պարում էին, ուրախանում էին ու այդ երաժշտությունն էր հնչում, անձանիկներ երգում, դե տենց ես շատ ուրախացա, որովհետեւ մեր աշխատանքը հենց այդ սերունդի համար է, էլի մենք չենք կարող արմատացած արդեն 40-ից մարդկանց կրթել, դա անհնար բան է։ Հատկապես այն պարագայում, երբ որ մեր հասարակությունը այնքան մեծամիտ է, որ ինքը գիտի, որ ինքը ամեն ինչ գիտի, բայց իրական մենք ոչ մեկս էլ ոչ մի բան չգիտենք։ Հա, այտենց է։ Երբ որ դու դա գիտակցում ես, դու սկսում ես ինքնակրթվել, բայց եթե դու չես գիտակցում, քեզ թվում է թե դու ամեն ինչ գիտես, այսինքն դու նույնիսկ օրինակի համար մեքենա վարելուց սխալ անում ու խախտում անում, դու ասում ես սխալ ես արել, խախտում ես արել, ինքը չի հավատում, հերիք չի մոնաթ է գալի վրա, փոխանակ ներողություն խնդրի ու անցնի առաջ։ Նույնն էլ մնացած հարցերում էլի, իսկ այս պարագայում արդեն մեր աշխատանքը, չգիտեմ, Սուսաննա ջան, բոլորիս աշխատանքը ավելի շատ դրան պետք է ծառայի։ Ու ես շատ ուրախանում եմ մեկու մեջ որ վիդեոներ են ուղարկում, թե փոքրիկ երեխեքը ոնց են օրինակ տոտիկի տակ, բանը շատ ուրախանում եմ։